Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը գիտի, թե ինչու է Լեռնահայաստանի արծվի օրերս կանգնեցված արձանն այդքան նման ռուսաց կայսր Պետրոս առաջինին։ Երևի թե դա դրանից է, որ քանդակագործը ինքը ընդհանրապես Պիտերում է սովորել, Պետերբուրգում է ավարտել։ Ինքն էր Երևանի գլխավոր ճարտարապետը, երբ հայտարարվում էր Նժդեհի արձանի մրցույթը, այն ժամանակ 10-11 աշխատանք էր ներկայացվել, ընտրվեց 5-ը։ Որից հետո նորից գաղտնի մրցույթով գաղտնի ուրեմն քվեարկությամբ ընտրվեց այս աշխատանքը։ Բայց ինչու այս մեկը? Նարեկ Սարգսյանը հիշում է, որ մնացած բոլոր նախագծերում Գարեգին Նժդեհը կամ թրով է, կամ ձիով, կամ ընդհանրապես զենք ու զրահով։ Այս մեկում Նժդեհն անզեն է ու ձիել չկա, ըստ նախարարի ցանկացած քանդակ էլ սկզբից զենք ու զրահով է ընդունվում։ Ես ինքս որ այդպես մտովի հանկարծ հիշեմ, չգիտեմ, Վիլյամ Սարոյանի արձանը կամ Բաբաջանյանի արձանը, ներողություն, Բաղրամյանի արձանը, այն ժամանակ էլ վետերաններն ասում էին, ինչպես կարելի է առանց գլխարկի Բաղրամյանի արձան դնել։ Զրահատանկային զորքերի մարշալ Համազած Բաբաջանյանի արձանի ստեղծման աշխատանքներից Նարեկ Սարգսյանը ոչ մի տեղեկություն չունի, բայց պետք է հաշվի առնել, որ քանդակագործությունն ու արձանագործությունը տարբեր բաներ են, քանդակագործը հավակնում է ստեղծել արվեստի գործ։ Բաբաջանյանի արձանը իմ կարծիքով որոշակի թերություններ ունի, բայց ես ճիշտն ասած ողջունում եմ, որ նա ձիով ու զենք ու զրահով չի, լավ է, որ նստած է։ Նախարարն ակնարկում է, որ մարշալի արձանը գլուխգործոց չէ, բայց այդպիսի պահանջ արձանագործի առջև չի էլ դրվել։ Խորհրդային միությունում արձանագործներն ապրում էին ֆոնդերով եւ այլ գումարներով, ունեին աշխատանք, իսկ հիմա ապրել է պետք։ Հիմա այս մարդիկ, այսպես ասած, մի տեսակ բախտի կմահաճուկին են, ով որ ինչ որ մի գործ կարող է ունենալ կամ շահել կամ անել եւ ամեն գործի մեջ փորձում են մաքսիմում ինչ որ բան ներկայացնել եւ ոչ միշտ է դա հաջողվում։